ինքնաշխարհը։ Ինչ օգուտ, եթե մարդը դրսից գեղեցիկ է, բայց ներսից լցված է չարությամբ, հպարտությամբ, նախանձով եւ այլն։ Եթե կինը նախ Աստծո խոսքը ող անի իր ականջին, իր սիրտը գունավորի բարությամբ եւ սիրով, իր պարանոցից կախի Աստծո կամքը եւ հետո նոր զբաղվի իր արտաքին տեսքով, այդ դեպքում իր երկնային հորը չի դառնացնի եւ չի բարկացնի։ Աստված դեմ չէ, որ մենք լավ տեսք ունենանք, այլ ճիշտ հակառակը, բայց նրա կամքն է, որ մենք նախ եւ առաջ կարևորենք մեր հոգիների գեղեցկությունը եւ որ ամեն բան անելիս չափի զգացողությունը չկորցնենք, չանցնենք սահմանը թույլատրելիի։ Մազեր ներկելը, շպարվելը, զարդարվելը, խնամված տեսք ունենալը, գեղեցիկ հագնվելը մեղք չէ, բայց եթե դա արվում է ինքնահաստատվելու, ուշադրություն գրավելու կամ ուրիշների նախանձը շարժելու համար, դա արդեն խնդիր է։ Եթե մեր ուշադրությունը մշտապես կենտրոնացած է մեր արտաքինի վրա, իսկ մեր ներսը մաքրվելու, հարդարվելու խնդիր ունի, դա արդեն վտանգավոր է։ Ի վերջո կինը կարող է մինչև կոճերը հասնող զգեստ հագնել, չշպարվել, չկրել զարդեր, բայց իր նայվածքով, շարժուձևով, նիստուկացով գայթակղության մեջ գցել։ Աստծո համար կարևոր է, որ մենք մեր սիրտը, մեր ներքնաշխարհը առաջին հերթին խնամենք։ Ինչ օգուտ, եթե մարդը դրսից գեղեցիկ է, բայց ներսից լցված է չարությամբ, հպարտությամբ, նախանձով եւ այլ բացասական երևույթներով։ Թող Աստված օրհնի եւ օգնի մեզ բոլորիս, որպեսզի ոչ միայն արտաքնապես լինենք խնամված, այլ նաեւ ներքուստ։ Մեր հոգիներում կրենք ամենաթանկարժեք եւ ամենագեղեցիկ զարդերը՝ խոնարհություն, համեստություն, սեր, համբերատարություն, բարություն եւ որ ամենակարևորն է, մեծագույն սեր եւ հավատք առ մեր Աստված։ Արտաքինն ինչ էլ անես, մեկ է թառամելու է։ Գալիս է մի ժամանակ, երբ ոչ մի շպար ու զարդարանք էլ օգուտ չեն տալիս։ Բայց սիրով, բարությամբ, խոնարհությամբ լցված սիրտը երբեք իր գեղեցկությունն ու փայլը չի կորցնում։ Մենք պետք է կենտրոնանանք հավերժականի վրա, այլ ոչ թե ժամանակավորի։ Աստծո առաջ կանգնելու ենք այնպիսին, ինչպիսին կանգ։ Նա մեր սրտերի տեսքով է մեզ դատելու, այլ ոչ թե մեր արտաքինի։